Բարև ձեզ, Սարվա թեման է, իմ այսօրվա զրուցակիցը քաղաքագետ Էդգար Առաքելյանն է, բարև ձեզ, պարոն Առաքելյան։ Պարոն Առաքելյան, Միացյալ Նահանգներում ավարտվեց նախագահի ընտրությունը, հայտնի է 47-րդ նախագահի անունը Դոնալդ Թրամփը, բայց մինչև ընտրությունների վերջին օրը բավական հավասար էին թեկնածուների ձայները, այսպես ասենք, վարկանիշը թեկնածուների երկու սպասել էր Թրամփի հաղթանակը այս ընտրություններում։ Իրականության մեջ ամբողջ նախընտրական այս արշավի ընթացքում մենք ականատես ենք եղել ամերիկյան տարբեր սոցիոլոգիական կենտրոնների հարցումների արդյունքները եւ այդ հարցումների արդյունքները փաստացի ասում են, որ ուրեմն տարբերությունը, այսպես ռեյտինգների 1-ից 3-4% էին կազմում, մինչ որ ժամանակահատվածում մենք գիտենք, որ Թրամփը, երբ որ Բայդենն էր նախընտրական արշավում բավականին առաջ էր, հետո Հարիսի գալով այդ տարբերությունը հավասարվեց, հետո էլ ինչ որ մի պահի Թրամփը սոցիոլոգիական հարցումների առաջ անցավ, բայց նախընտրական արշավի վերջին օրերին, հատկապես վերջին շաբաթներին եւ հատկապես Օբամայի ներգրավմամբ, Օբամաների ընտանիքի, ովքեր ընդ որում բավականին լայն այսպես հետևորդներ ունեն, կարծեք թե այդ ծանրությունը թեքվեց դեպի Հարիսի կողմը, բայց ոչ մեծ առավելությամբ, էլի 1-ից 3%, եւ եթե հաշվի առնենք, որ սոցիոլոգիայի մեջ կա նաև այդ հարցման սխալի շեմը մինչև 4%, տվյալ դեպքում ամերիկյան սոցիոլոգիական հարցումների, ապա կարող ենք այդ տեսանկյունից ասել, որ սա անակնկալ չէր, բայց միևնույն ժամանակ իհարկե սպասումները ավելի բարձր էին, տոկոսային առումով, որ կընտրվի Հարիսը, քան Թրամփը, հաշվի առնելով նաև Թրամփի թե անձնական, թե այսպես նախկին քաղաքական հետագիծը, բայց ունեցանք են ինչ որ ունենք, ամերիկյան ժողովուրդը ընտրեց Թրամփին, դա է ժողովրդավարությունը եւ այստեղ մեզ մնում է միայն համակերպվել անկախ նրանից թե որ տեխնացուին ենք մենք ավելի շատ նախապատվությունը տալիս, համակերպվել այդ իրողության հետ, հարգել ամերիկացի ժողովրդի ընտրությունը, շնորհավորել եւ փորձել աշխատել Թրամփի կառավարության հետ։ Պարոն Առաքելյան, ինչ կփոխվի աշխարհում Թրամփից հետո, հայտնի է, որ նա բավական կտրուկ է հանդես գալիս որոշ այսպես ասենք ճգնաժամային հարցերի վերաբերյալ, ավելի շատ կենտրոնացած է ներքին քաղաքականության վրա եւ արտաքին քաղաքականությունը մի տեսակ երկրորդ պլան է վաղում Թրամփի օրոք։ Տեսեք, ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգների իզոլացիոնիստական այդ քաղաքականությունը ավելի շատ կբերի աշխարհում կոնֆլիկտների, քան նրա անմիջական ներգրավվածությունը տարբեր կոնֆլիկտների կարգավորման, քանի որ մենք գիտենք, եթե հեգեմոնը դուրս է գալիս կամ 1-2 ոտք հետ է նահանջում եւ այդ դաշտը թողնում է այնպիսի ուրեմն գերտերությունների, մեծ առումով այդ դաշտը լցվելու է, եթե չկա Միացյալ Նահանգները, ապա այդտեղ կարող է հայտնվել եւ Չինաստանը, եւ Ռուսաստանը, ինչ որ առումով Եվրոպական միությունը, եթե իրենք կարողանան վերաձևակերպել իրենց արտաքին եւ անվտանգային քաղաքականությունը եւ Հնդկաստանը, այսինքն մենք մեծամասամբ կարող ենք տեսնել, որ միջազգային հարաբերություններում ավելի շատ ներգրավվածություն կարող են ունենալ ավտորիտար պետությունները իրենց ավտորիտար լիդերներով, իսկ դա նշանակում է նաև միջազգային հարաբերությունների, միջազգային կոնֆլիկտների կարգավորման սկզբունքների որոշակի փոփոխություն են առումով, որ մենք գիտենք, թե այդ լիդերները միջազգային կոնֆլիկտների կարգավորման ինչպիսի սկզբունք ունեն, դա ուժեղի իրավունքի սկզբունք է, այսինքն ով ուժեղ է, նա ստանում է ամեն ինչ եւ հաղթող է, եւ այս առումով եթե հաշվի ենք առնում նաև նրանց ամբիցիաները, նույն Ռուսաստանի ամբիցիաները կախված ոչ միայն Ուկրաինայի հետ, ամբողջ Արևելյան Եվրոպայի հետ, Հարավային Կովկասի տարածաշրջանի հետ, Կենտրոնական Ասիայի երկրների հետ կապված, ապա կարող ենք ասել, որ մենք Ամերիկայի դերի թուլացմամբ կարող ենք տեսնել Ռուսաստանի ախորժակի մեծացում իր էքսպանսիոնիստական քաղաքականության իրականացման, այսպես ասենք, սովետական միություն 2 այդ մոդելի ուրեմն ստեղծման առումով կամ իրենց ձևակերպման բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման առումով, որտեղ պետքա լինեն Ռուսաստանը, Չինաստանը, Միացյալ Նահանգները, Եվրոպան եւ այլն ըստ իրենց պատկերացումների եւ այստեղ բնականաբար մենք կարող ենք նման խնդիրների առաջ կանգնել եւ պատմականորեն մենք
եթե պատմական ակնարկ անենք, մենք կտեսնենք, որ այն փուլերում, երբ որ Միացյալ Նահանգները ինքը իրեն դուրս է դրել հայ այդ միջազգային հարաբերություններից, աշխարհում սրվել են մեծ կոնֆլիկտներ, որը նաև հանգեցրել է օրինակ եւ երկրորդ համաշխարհային պատերազմը եւ առաջին համաշխարհային պատերազմ, որտեղ ըստ էության Միացյալ Նահանգները որևէ դեր չունեն կամ հեգեմոնը որևէ դեր չուներ, եւ մեծ առումով, երբ որ նաեւ մենք ասում ենք հեգեմոն, մենք նաեւ նկատի ունենք արժե համակարգային քաղաքակրթային առումով։ Իհարկե կարող է գալ եւ հեգեմոն դառնալ Չինաստանը կամ կարող է գալ եւ հեգեմոն դառնալ գլոբալ օրինակ տեսականորեն Ռուսաստանը, բայց ինչ սկզբունքներ մարդկային հասարակության պետությունների փոխհարաբերությունների կառուցման ինչպիսի սկզբունքներ են իրենք առաջ տանում, այս սկզբունքները ավտորիտար են եւ այստեղ է որ մենք ունենալու ենք խնդիրներ եւ մեծ առումով եթե այն ինչ որ հայտարարել է իր նախընտրական արշավներում Թրամփը, եթե դա նա իրականություն կդարձնի, օրինակ եւ Ուկրաինայի հետ եւ Միացյալ Նահանգների տնտեսական քաղաքականության հետ եւ նրա մեկուսացման քաղաքականության հետ, ապա ես կարծում եմ, որ որքան էլ Թրամփը հայտարարում է, որ ես մեկ զանգով վերջ կդնեմ այդ կոնֆլիկտներին եւ աշխարհում կոնֆլիկտներ կամ պատերազմներ չպետք է լինեն, ես խիստ պեսիմիստորեն եմ մոտենում այդ հայտարարություններին եւ կարծում եմ, որ Միացյալ Նահանգների նման քաղաքականությունը ընդհակառակը կմեծացնի նման երկրների, նման ավտորիտար երկրների ախորժակը իրենց տարածաշրջաներում եւ ոչ միայն տարածաշրջաներում որոշակի էքսպանսիաներ իրականացնելու համար եւ տարածքային եւ տնտեսական։ Պարոն Արաքելյան, Բայդենի վարչակազմը բավական ակտիվ ներգրավված էր հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում, ընդհանուր առմամբ Ամերիկան բավական ներգրավված էր Հարավային Կովկասում, ինչ կփոխվի մեր մոտ, արդյոք խնդիրները կխորանան, արդյոք լարվածությունը տարածաշրջանում ավելի կմեծանա։ Բայդենի իմ նախորդ ասացի նաև շարունակություն, Բայդենի ադմինիստրացիան եւ Բայդենը երբ ընտրվեց նախագահ, նա հայտարարեց, որ իր համար առաջին խնդիրը դա ժողովրդավարությունն է եւ մարդու իրավունքներն է։ Եվ այս առումով մենք շահեկանորեն տարբերվում էինք մեր տարածաշրջանի, նույնիսկ Վրաստանից, քանի որ փաստացի ժողովրդավարական գործընթացները ավելի զարգանում են Հայաստանում, քան Ադրբեջանում եւ Վրաստանում եւ այստեղ բնականաբար Բայդենի ադմինիստրացիան նաեւ իդեմս Հայաստանի տեսնում էր գործընկերների, իսկ Թրամփը ինքը իր շեշտադրումները ավելի շատ բիզնես եւ այսպես ֆինանսական ուրեմն կարողությունների կամ պոտենցիալների վրա է շեշտադրումը անելու, բայց միևնույն ժամանակ մենք պետք է հասկանանք այս 1-2-3 ամիսների ընթացքում հետեւյալը, թե Թրամփը ինչպիսի արտաքին քաղաքական թիմ է ձևավորելու, ինչպիսի անվտանգային թիմ է ձևավորելու, ինչպիսի տնտեսական թիմ է ձևավորելու, անկախ այն ուրեմն նախընտրական հայտարարություններից, քանի որ մենք հասկանում ենք նաև, որ շատ դեպքերում շատ նախընտրական հայտարարություններ արվում են ընտրողների ձայները սիմպաթիան, հա, այսպես շահելու եւ ձայները ստանալու եւ պրակտիկան ցույց է տվել, որ քաղաքական գործիչների զգալի մասը, հատկապես պոպուլիստ, իրենց հայտարարությունների նախընտրական հայտարարությունների եւ խոստումների զգալի մասը չեն իրականացրել։ Եվ այդ առումով շատ կարեւոր ինդիկատոր է, թե ինչ թիմ է ձևավորվելու ուրեմն Թրամփի շուրջ եւ ըստ այդմ մենք կփորձենք արդեն ավելի առարկայական գնահատել, թե ինչպիսի արտաքին եւ անվտանգային քաղաքականություն է իրականացնելու, բայց այն որ Թրամփը այնուամենայնիվ կգնա որոշակի իզոլացիոնիստական այդ քաղաքականությանը, դա ակնհայտ է, դա ակնհայտ էր նաեւ իր առաջին այս շրջանի նախագահությունից եւ նաեւ տնտեսական առումով միգուցե նաեւ որոշակի այսպես տնտեսական պատերազմներ լինեն եւ Չինաստանի հետ եւ Եվրոմիության հետ։ Մենք գիտենք, որ վերջերս օրեր առաջ Թրամփը հայտարարեց, որ այդ տարիֆները ինքը ներմուծման տարիֆները դնել է ոչ միայն չինական ապրանքների, այլ եվրոպական միության ապրանքների վրա եւ նշել է, որ
այդ առումով Եվրամիությունը շատ ավելի լավը չի, քան Չինաստանը եւ հետեւաբար այդ տնտեսական ազդեցությունները կարող ենք ունենալ նաեւ մենք եւ բնականաբար աշխարհաքաղաքական ազդեցությունները շատ կարեւոր խնդիր է այստեղ նաեւ Ուկրաինայի հակամարտության կարգավորման հեռանկարները թե ինչպեսին կլինեն ես այսօր կարդացի միտեղ որ Թրամփի այսպես շրջապատում քննարկվում է ռուս-ուկրաինական պատերազմի այդ գոտում ինչ որ 1300 կիլոմետրանոց բուֆեր ստեղծելու անվտանգային գոտի ստեղծելու ու այսինքն պատերազմը դադարեցնելու եւ անվտանգային գոտի ստեղծելու այսինքն մենք նոր պետք է դիտարկենք թե ինչպիսին են լինելու մոտեցումները նաեւ մեր տարածաշրջանում իհարկե նախընտրական արշավի ժամանակ Թրամփը երկու անգամ անդրադարձավ հայկական թեմաներին, բայց դրանք կարծեք թե բավարար չեն, այո, նրանք խոսել են Արցախի, Արցախահայության, քրիստոնյա, ուրեմն ժողովրդի իրավունքների պաշտպանության, բայց այստեղ ավելի շատ շեշտը դրվել է Հայաստանի հետ կապված որպես քրիստոնյա համայնքի, քան պետության կամ թեկուզ քրիստոնյա պետության վրա եւ այստեղ է որ մենք խնդիրը տեսնում ենք եւ հուսանք առաջիկայում նաեւ երբ որ արդեն կգա Թրամփը հունվարի 20-ից հետո կստանձնի երկրի Միացյալ Նահանգների ղեկավարումը այդ ժամանակ մենք արդեն ավելի պարզ պատկերացում կկազմենք թե ինչպիսի կոնկրետ մոտեցում ունի մեր տարածաշրջանի հետ կապված Թրամփը, բայց այն որ հետաքրքրությունը շատ ավելի пассив է լինելու մեր տարածաշրջանի, քան Բայդենի ժամանակ էր, դա կարծում եմ ակնհայտ է լինել։ Բայդենը հեռանալուց առաջ նամակներ ուղարկեց հորդորելով Երևանին եւ Բաքվին արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը առնվազն գոնե մինչեւ տարեվերջ, բայց այս ընտրություններից հետո կարող ենք ասել, որ մի մեծ քար դրվեց այդ պայմանագրին։ Այո, ցավոք սրտի եւ տեսեք այս ամբողջ գործընթացը այսպես ձգձգվեց եւ հասավ մինչեւ ուրեմն Միացյալ Նահանգների ընտրություն ես կարծեմ նաև ձեր եթերում էլի նշել եմ որ Միացյալ Նահանգների ընտրություններից է կախված լինելու թե գործընթացը ինչ ուղղությամբ կգնա եւ եթե ընտրվեր Հարիսը ես համոզված եմ որ նույնիսկ միջև COP 29-ը Բաքվի համաժողովը կարծում եմ ինչ որ փաստաթուղթ կստորագրվեր գիտենք որ նաև խաղաղության պայմանագրի վերջի փաստաթուղթը փոխանցվել է նաև Հայաստանին, հա, եթե չեմ սխալվում գիտենք նաև որ ստորագրվել է արդեն ուժի մեջ է մտել նոյեմբերի 1-ից կանոնակարգը սահմանազատման եւ բնականաբար հաշվի առնելով այն հանգամանքը որ Ալիևի վարչակազմը եւ անձամբ Ալիևը սերտ հարաբերություններ են ունեցել Թրամփի հետ նրանց հարաբերությունները նաեւ նրա ընտանիքի հարաբերությունները նաեւ անձնական բնույթ են եղել մենք գիտենք որ ժամանակին Թրամփը ուրեմն Ալիևի նախկին փեսայի հա աղալարվների հետ ունեցել է նաև բիզնես գործընկերային հարաբերություններ, նույնիսկ Ադրբեջանում այդ Trump Tower-ի կառուցման ինչ-որ պրոյեկտ է եղել, թե կառուցել են, բայց նրանք նաև ընդհանուր բիզնես շահեր են ունեցել ժամանակին Թրամփի, այսպես Թրամփին պատկանող այդ գեղեցկության համաշխարհային մրցույթի շրջանակներում, այսինքն իրենց անձնական կապերը շատ ավելի մեծ են, այդ կապերը նաև միշտորդավորված կա նաև Իսրայելի ներկայիս վարչապետ Նեթանյահուի միջոցով, մենք գիտենք, որ Ալիևը եւ Նեթանյահուն նույնպես շատ սերտ հարաբերություններ ունեն, եւ ահա այս երյակը դրան գումարած նաև Ռուսաստանը մեզ թույլ է տալիս ենթադրելու, որ Թրամփի նախընտրությունները շատ ավելի ադրբեջանական կլինեն, քան հայկական, բայց միևնույն ժամանակ պետք է նաև հասկանանք, որ այնուամենայնիվ ներկայացուցիչների պալատում Միացյալ Նահանգների եւ Սենատում կան հանրապետական բավականին զգալի թվով պրոհայկական գործիչներ, նաև խոսակցություն կա, որ դրանցից մի քանիսը կլինեն բավականին լուրջ պոստերում Թրամփի կառավարության եւ ինչպես նշեցի միայն այդ թիմի հա արտաքին քաղաքական անվտանգային եւ տնտեսական թիմի ձևավորումից հետո մենք կհասկանանք թե իրականում ինչպիսի ուրեմն շեշտադրումներ կունենա Թրամփի արտաքին եւ անվտանգային քաղաքականությունը կապված մեր տարածաշրջանի ու մասնավորապես Հայաստանի հետ
Պարոն Արաքելյան, Միացյալ Նահանգների ներգրավվածության թույլատմամբ արդյոք Ռուսաստանը կփորձի ուժեղացնել իր դիրքերը Հարավային Կովկասում ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների գործում որպես միջնորդ, այլև հենց Հայաստանի ներսում փորձ անելով իշխանափոխության հասնել։ Տեսեք, մեծ առումով Ռուսաստանը, եթե այնուամենայնիվ Թրամփին հաջողվում է նույն իր պլանով կանգնեցնել ուկրաինական պատերազմը, բնականաբար Ռուսաստանը այլևս իր հայացքը ուղղելու է նաև այլ տարածաշրջաններին, իր համար ստրատեգիական երկու կարևոր տարածաշրջանի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի, եւ այստեղ բնականաբար այն գործընթացները ներքաղաքական, որ տեսել ենք Հայաստանում 2020 թվականից սկսած, այդ գործընթացները շատ ավելի այսպես ընդգծված կլինեն, բայց միևնույն ժամանակ այդ ընթացքում մենք կարծում եմ արդեն անցում կատարած կլինենք բուն նախընտրական ժամանակահատվածի, գիտենք, որ 26 թվականի ամռանը մենք համապետական ընտրություններ են մեզ սպասում եւ կարծում եմ, որ արդեն 2025 թվականի ամառվանից աշնանից մենք ակտիվ կմտնենք նախընտրական գործընթացների փուլ եւ նախընտրական տրամաբանության մեջ։ Իհարկե, եթե չլինեն ֆորս մաժորներ, ես չեմ կարծում, որ Հայաստանում ուրեմն ոչ ընտրական գործընթացներ տեղի կունենան եւ մենք կմոտենանք 26 թվականի ընտրություններին, կրկնեմ, եթե իհարկե չլինեն այլ ֆորս մաժորներ, որոնք կարող են լինել թե սահմանների վրա հարձակումների տեսքով Ադրբեջանի, թե ռազմական լայնածավալ գործողությունների, հաշվի առնելով, որ այո, այնուամենայնիվ եւ Ադրբեջանի նախագահի եւ Ռուսաստանի նախագահի ուրեմն ձեռքերը այլևս շատ ազատ են, քան դա էր Բայդենի կառավարման ժամանակ, բայց միևնույն ժամանակ ես կրկնեմ, որ պետք է ակտիվ աշխատենք, առավել եւս, երբ որ Թրամփը, այսպես ասենք, եկել է նախագահության, խաղաղության եւ քրիստոնյա, այսպես ազգերի կամ համայնքների իրավունքների պաշտպանության այս լոզունգով, այդ առումով կարծում եմ պետք է շեշտադրումները ընդգծել հայկական կողմի եւ փորձել արդեն հարաբերություններ կառուցել Թրամփի եւ նրա շրջապատի հետ։ Կարծում եմ հաշվի առնելով էլի կրկնեմ այն հանրապետական զգալի պրոհայկական գործիչները, ովքեր այսօր եւ սենատում են եւ ներկայացուցիչների պալատում, կարծում եմ լավ աշխատանքի դեպքում հնարավոր է այսպես կառուցողական եւ նորմալ հարաբերություններ հաստատել։ Բաքուն պատրաստվում է COP29-ին, որը մեծ մասամբ նաև ինչ-որ առումով տեղի է ունենում այդ քաղաքում, ի շնորհիվ նաև Հայաստանի, բայց Հայաստանից դեռ հաստատում չկա արդյոք կմասնակցեն թե չէ, եթե մասնակցի Հայաստանը արդյոք պետք է որոշակի թեկուզ փոքր պահանջներ ներկայացնի Բաքվում կամ ընդհանրապես պետք է մասնակցի։ Ես կարծում եմ մասնակցության ամենամինիմալ պայմանը դա բոլոր գերիների ազատումն է, ես ընդգծեմ բոլոր գերիների եւ այլևս Ադրբեջանը, եթե ուզում է քաղաքակիրթ Երևալ, ապա չպետք է միջնադարյան ուրեմն սկզբունքներով առաջնորդվի մարդկանց գերեվարի եւ դա օգտագործի որպես շանտաժի միջոց։ Ամենամինիմալ խնդիրը, որ մեր մասնակցության ամենամինիմալ ուրեմն պահանջը դա պետք է լինի եւ բնականաբար որևէ փաստաթղթի այնուամենայնիվ ստորագրում կամ դրա նախաստորագրում կամ չգիտեմ նման գործընթացներ, այլապես մենք մեր մասնակցությամբ լեգիտիմացնում ենք այն գործընթացը, ինչը առաջ է տանում Ադրբեջանը։ Հայ-թուրքական հարաբերություններում ինչ սպասել, արդյոք ինչ-որ փոփոխ վերջին շրջանում շատ է խոսվում այս մասին, բայց սակայն կարծես վիզուալ առումով բանակցություններ տեղի չեն ունենում, ուղիղ շփումներ տեղի չեն։ Տեսեք, էլի կապված Միացյալ Նահանգներում վարչակարգի փոփոխության հետ ես համոզմունք ունեի, որ այնուամենայնիվ եթե Հարիսը ընտրվեր, մենք շատ կարճ ժամանակամիջոցում կտեսնեինք հայ-թուրքական հարաբերություններում զգալի փոփոխություններ, բայց միևնույն ժամանակ ես կարծում եմ, որ այնուամենայնիվ Թուրքիան այդքան էլ շահագրգռված չի լինի, որպեսզի Հարավային Կովկասում ուրեմն քաղաքականությունը տարվի հենց ռուսական այսպես հովանու ներքո կամ այս երկրները ամբողջությամբ մղվեն դեպի ռուսական այսպես կրկին ռուսական այսպես ճանկերի մեջ, քանի որ
մենք այստեղ նաև մոռանում ենք Իրանի գործոնի մասին, որքան էլ որ Իրանը այսօր իզոլացիայի մեջ է, բայց այսօր Իրանը այլևս կարևոր գործոն է եւ ռազմական եւ քաղաքական եւ միգուցե նաեւ ինչ որ առումով տնտեսական այս տարածաշրջանում միայն Ռուսաստանը շահեր չունի ինչ որ առումով բարեբախտություն է նաեւ որ այս տարածաշրջանում շահեր ունի նաեւ Թուրքիան, շահեր ունի նաև Իրանը, շահեր ունի Հնդկաստանը, շահեր ունի Ֆրանսիան, Եվրոպական միությունը, շահեր ունի Հնդկաստանը եւ պետքա պարզապես փորձել այդ շահերի համադրման միջոցով այստեղ լարումները նվազեցնել, փորձել խուսանավել, հա, այդ շահերի համադրման փորձել խուսանավել առճակատումներից, այդ թվում Ադրբեջանի հետ եւ նաեւ համոզմունք ունեմ, որ այո, Թուրքիայի շահերը այնպես չի, որ այսօր ամբողջությամբ համընկնում են եւ Ռուսաստանի եւ Ադրբեջանի շահերի հետ։ Մենք գիտենք, որ տարածաշրջանում կան մի առնվազն երկու ուրեմն տրանսպորտային խոշոր նախագծեր, դա հյուսիս-հարավը եւ այդ արևելք-արևմուտք կամ այդ միջին միջանցքը, որի հատկապես ջատակովը եղել է Միացյալ Նահանգները։ Ես կարծում եմ, որ նաև հաշվի առնելով, որ Թրամփը ավելի շեշտադրելու է այդ տնտեսական ուրեմն շահերը, հաշվի առնելով դա հույս ունեմ, որ այդ նախագծերը Թրամփի ադմինիստրացիայի ժամանակ էլ ակտուալ կլինեն եւ այդ առումով նաև Թրամփի մոտեցումները շատ չեն փոխվի Բայդենի կառավարության մոտեցումներից եւ մենք էլի այդ ուրեմն կոմունիկացիաների անցկացման այդ տարածաշրջանային պրոյեկտներում կմնանք եւ կունենանք մեր զգալի դերակատարությունը, որը ըստ էության ամենակարևոր գործոնն է մեր անվտանգության ապահովում։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալ։ Սա թեման էր իմ զրուցակիցը քաղաքագետ Էդգար Առաքելյանն էր, կհանդիպենք առայժմ։